գոնե մեկնաբանեմ, թե ինչի համար է անհրաժեշտ եւ կարեւոր հղիության ընթացքի ողնաշարային խնդիրների մասին խոսելը։ Հղիության ընթացքում կանանց մոտ ողնաշարը ունենում է հարկադրված ադապտիվ փոփոխությունների ընթացք, ելնելով պտղի աճի եւ զարգացման ընթացքից։ Այսինքն հղիության տարբեր ամիսներին պատողը տարբեր ձև եւ կառուցվածք եւ քաշ է ունենում եւ ըստ դրա դա այդ հավելյալ ծանրությունը արժևում ազդում է եւ նպաստում է, որ ողնաշարը վերաձևափոխվի եւ վերադասավորվի։ Երկրորդ պատճառը հղիության ընթացքում կնոջ մոտ մի քիչ ավելի հասանելի լեզվով կբացատրեմ, ոչ տերմինաբանությամբ, կնոջ մոտ բոլոր կապանները, մկանները փխրունանում են, հապկում են, ինչը նույնպես պատճառ է հանդիսանում, որ մեր ողնաշարը պարուրող բնական կորսետ հանդիսացող մկանները նույնպես փխրունանան, ինչի արդյունքում ողնաշարը, որ ուղղությամբ որ հակում ունի ձևավորելու ֆիզիոլոգիական կորեր կամ կեցվածքի շեղումներ, այդ ակտիվանում է նույնպես։ Օրինակի համար, որպեսզի հասկանաք, թե ինչի եմ դա ասում, պարզաբանեմ, ինչի է օրինակի համար սկոլիոզ ունեցող հղին պարտադիր կարգով ուղղորդվում գինեկոլոգի կողմից, ծնունդ ընդունող մասնագիտական թիմի կողմից, որպեսզի կարծիք բերի ոսկրաբանի, ողնաշարաբանի կարծիք բերի, արդյոք ցուցված է նրան բնական ծննդաբերություն, թե ոչ։ Բնական ճանապարհով ծննդաբերությունը դա գիտենք, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն է ողնաշարի համար։ Ու որպեսզի մենք դա պարզաբանենք, բնականաբար պետք է ուրեմն գինեկոլոգները դիմեն ողնաշարաբաններին, վերականգնողաբաններին, որպեսզի ստանան պատասխան սկոլիոզի տվյալ աստիճանը, օրինակի համար, տվյալ հղիի մոտ կարող է բացասական անդրադառնալ եւ կարող է արդյոք նպաստել ծննդաբերության վատթարացմանը, ծննդաբերության պատճառով եւ հետագա ավելի մեծ խնդիրների։ Եվ դա պարզաբանելու հարց է, որի մասով մենք շատ ժամանակ ստիպված ենք լինում մեր շատ պացիենտների համար կարծիքներ գրել, հիմնավորել այդ կարծիքները, ցավալիորեն շատ ժամանակ, քանի որ հղիների մեծ մասը նախնական հետազոտություններ չեն ունեցել, գոնե ռենտգեն, շնորհակալություն Այրա ջան, գոնե ռենտգեն հետազոտության տեսքով եւ ոչ մի պատկերացում չունեն իրենց ողնաշարի կեցվածքային շեղումների մասին եւ հանկարծ հղիության ընթացքում է պարզաբանվել, որ ունեն ահավոր կեցվածքի շեղում, դա նույնպես մի դիլեմա է, դա նույնպես մի խնդիր է, որ մենք պետքա հստակեցնենք, մենք պետքա պարզաբանենք, չգիտեմ, արտաքին էսթետիկական տեստեր անելով, արդյոք հղիության այդ ընթացքում այդ սկոլիոզը թույլատրելի է, այդ չափի սկոլիոզը թույլատրելի է դառնալու եւ ցուցված լինելու է արդյոք բնական ծնման process-ը թե ոչ։ Դա նույնպես հարց է, որը նույնպես պետքա պարզաբանել։ Եվ կամ ողնաշարի կողմնային կտրվածքում ֆիզիոլոգիական այս կորը, որը կոչվում է լորդոզ, գոտկային լորդոզ, նույնպես խորանում է, կամաց ծրվելով ինքը հղիության ընթացքում, ամբողջ ընթացքում այս անկյունը խորանում է։ Եվ այդ անկյունը խորանալով ձևավորում է մեջքացավեր, ձևավորում է աղեղ ելունային հոդավորման հատվածների սեղմումներ, սա ողնաշարային մի սեգմենտն է եւ այս սեգմենտը բացի ողի մարմնով եւ միջողային աճառով իրար միացած լինելուց նաեւ միացած են հետին պլանում աղեղ ելունային հոդով։ Իսկ աղեղ ելունային հոդերը ճզմվում են, երբ որ լորդոզի անկյունը մեծանում է, որովհետև նրանք հենված են այդ հոդի վրա։ Որքան անկյունը մեծ, լորդոզի անկյունը, այնքան աղեղ ելունային հոդը սեղմվում է։ Արդյունքում ինչ է ձևավորվում, այդ հիպերլորդոզի երևույթը արդյունքում ձևավորում է ցավեր, մեջքացավեր։ Անգամ կարա այնքան խորանա, որ միջվողային աճառը վնասվի,
ձևավորվի ճողվածք կամ արդեն նախնական ձևավորված լինի ճողվածք եւ այդ ընթացքում սրանա ճողվածքի առաջացած ներվարմատիկի ճզմումը, որի արդյունքում նույնպես ձևավորի սուր ցավեր հղիության ընթացքում։ Իսկ դա խնդիր է, որով ցավալիորեն բժիշկների մեծ մասը չեն լրջորեն զբաղվում ուսումնասիրությունների սակավ լինելու արդյունքում։ Առողջ ողնաշար բժշկական կենտրոնում մենք հատուկ ծրագիր ունենք հղիության ընթացքի խնդիրների կարգավորման, կառավարման, կառուցվածքի եւ կեցվածքի կառավարման եւ այդ թվում նաեւ հետծննդաբերական փուլում ողնաշարի կառուցվածքի եւ կեցվածքի կառավարման եւ ադապտիվ վերականգնման համար։ Այդ թվում նաեւ էրգոնոմիկան բացատրելով, թե ինչպեսի վարքային եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության դրսևորումներ ունենալ տանը երեխային կերակրելիս, հագցնելիս եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ դա բավականին ծավալուն թեմա է, որի շուրջ բավական աշխատանք ունենք արված արդեն եւ նոր չի դա, բավական վաղուց է եւ փուլային դասախոսություններ եմ ունենում այդ թեմայի շուրջ եւ այս հատվածը, որը ես այսօր ձեզ կմատուցեմ եւ մատուցում եմ ներկայումս, դա շատ կարեւոր կլինի ձեզ հետագա ուսումնասիրությունների համար, որ պատկերացում կազմեք ինչպիսի ողնաշարային խնդիրներ է ձևավորվում հղիության ընթացքում եւ ինչ նախապատճառներով, այսինքն կառուցվածքային ինչպիսի առանձնահատկությունները կողմնային կտրվածքում կարող են ձևավորել մեջքացավեր, կարող են ձևավորել կրծքային հատվածի վերադիրքավորում եւ ցավեր, կարող են ձևավորել գլխացավեր եւ պարանոցի օկսիպիտալ հատվածի ցավեր։ Եվ այդ ամբողջ ինֆորմացիան փուլերով պետքա կարդամ, բացատրեմ, մեկնաբանեմ, որպեսզի դուք ունենաք լիարժեք գրագիտություն։ Այս հաղորդումը նախատեսված է բացառապես մարդկանց իրազեկելու համար։ Այսինքն ես խոսում եմ ընդամենը այն մասին, ինչ որ անում եմ սովորաբար կոնսուլտացիաներում։ Այսինքն սա ընդամենը on-line կոնսուլտացիա է։ Հաշվի առնելով, որ ինձ լսողների մեջ պարտադիր կա թիրախային խումբ հղիության եւ ծննդաբերության եւ հետծննդաբերական խնդիրների հետ արդեն ինչ որ ձևով առնչված։ Եվ այսպես շարունակենք մի քանի մեկնաբանություն նույնպես։ Շատ ժամանակ հղիության 3-րդ, 4-րդ ամիսներից սկսած արկա են մեջքացավեր, գոտկային հատվածի ստորին ցավեր, այս հատվածում։ Պատճառը արդեն իսկ ձևավորվող ողնաշարի ձևադիրքափոխումն է պտուղի զարգացման եւ այդ թվում նաեւ պտուղի զարգացման ընթացքում մկանների փխրունացման արդյունքում։ 4-5-րդ ամիսներից սկսած դա շատ ավելի սուր է դառնում։ Երբեմն անտանելի։ Որովհետև եթե մարդը մինչև այդ ավելորդ ծանրաբեռնվածություն չի ունեցել առաջային հատվածում եւ ողնաշարը չի ծանրաբեռնվել դեպի առաջ, կոնքը չի դիրքափոխվել դեպի առաջ, կրծքավանդակը չի բալանսավորել նրան եւ հետ դասավորվել, որպեսի պահի դիրքը, այս պարագայում մեր արդյունքում ինչ է տեղի ունենում։ Բնականաբար տեղի է ունենում։ Այս պարագայում մեր արդյունքում ինչ է տեղի ունենում։ Բնականաբար տեղի է ունենում արդեն ձևադիրքափոխում, ադապտիվ դիրքափոխում ժամանակի ընթացքում, որքան պտուղը մեծացավ, այնքան ավելի։ Եվ այնքան էլ ցավերը մեծանում են։ Մեծամասամբ մարդկանց մեծ մասը չիմանալով ինչ անել, սկսում են դիմել դեղորայք խմելուն, որը չի կարելի։ Խստիվ հակացուցված է պտղի համար հղիության ընթացքում ոչ ստերոիդային եւ կորտիկոստերոիդային պրեպարատներ ընդունելը, ի գիտություն բոլորին։ Եվ եթե կան մասնագետներ, որոնք դեռ հղիության ընթացքում, ծննդաբերական ընթացքում կերակրող մայրերին, խնդրում եմ, եթե դետողներից զանգող կա, մի զանգեք, վերջացնեմ զանգեք։ Կերակրող մայրերին ցուցված չի ոչ ստերոիդներ եւ կորտիկոստերոիդներ ներարկել կամ խմացնելը, երբ որ ասում են, դե դա հարկադրական, կա հիանալի միջոց բժշկության մեջ, շատ հին եւ վաղեմի մեխանեոթերապևտիկ միջոցները,
մեխանոթերապևտիկ եւ մանուալ թերապևտիկ միջոցների մեջ են մտնում կինեզիոթերապիան, օստեոպաթիան, բուժական մրսումը, մանուալ թերապիան, դրանք բոլորը կարող են ազդել, կարող են նպաստել եւ հիանալիորեն օգնել հղիին եւ նոր ծննդաբերած կերակրող մորը առանց դեղորայքի։ Այսինքն դրա համար պետքա բժիշկը, մասնագետը հիանալի փորձառու լինի պլանավորելու այդ խնդիրը, հենց այդ ընթացքը, որպեսզի կերակրող մայրը կամ հղին հարկադրված չգնան ցավազրկողային թերապիայի եւ վնասեն թե իրենց, թե պտուղի կյանքը եւ առողջությունը։ Սա կարևորագույն փաստն էր, որի մասին ես այսօր հարկ համարեցի ձեզ տեղեկացնել